Ուսեր առավոտից։ Բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք սկսում ենք չորեքշաբթի առավոտը, որը տոնական է, այսօր հայկական զինված ուժերի կազմավորման օրն է, այնպես որ շնորհավոր ու բարի գալուստ մեր տոնական թողարկում։ Շնորհավոր հայոց բանակ, շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, որոնք այսքան վաղ արդեն հասցրել են միանալ մեզ, այո, տոնական սուրճ ու սեր է սպասվում վաղ առավոտից, այնպես որ սուրճը դրեք կրակին, տրամադրվեք, վեր կացեք անկողնուց, եթե դեռ պարկած եք, գիտենք այսօր ոչ աշխատանքային է, թե չնայած մի կողմից էլ այսօր կարելի է երկար պարկել, չէ՞։ Այո, եթե առավոտյան ծրագրում չենք, այո, այսօր պարկած լսեք մեզ, կարևորը մնացեք հանրային ռադիոյի հետ, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում կլինենք միասին, կունենանք բնականաբար համապատասխան թեմայով հյուրեր, հետաքրքիր տեղեկատվություն եւ կպատմենք ձեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի տանից դուրս գալուց առաջ։ Այո, մենք ասում ենք վաղ արթնանալ, բայց ահա բանակում վաղ արթնանալը դեռ վաղուց ժամը 6-ից արդեն տղաները ոտքի են, մենք շնորհակալ ենք այն ծառայության համար, որը մեզ ապահովում է անվտանգությամբ, խաղաղությամբ, իսկապես վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր բանակն է, մեր տղաներն են, մեր թևութիկունքին կանգնած եւ մեր հույսը պետք է դնենք մեր հայկական բանակի վրա։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ բանակի շարքայիններից մինչեւ գեներալներ, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայրենիքի պաշտպանությանը եւ եթերի ընթացքում բնականաբար խոսելու ենք մեր բանակի կազմավորման մասին, ձեռքբերումների մասին ու իհարկե եթերը լի է լինելու տոնական երգերով, թեմատիկ, վեգա տարիներ առաջ հայկական ռադիոն մենք երկձայնագրվեցինք, մեր անունն է հայկական բանակ, ռադիոյի աշխատակիցներն են երգում, ունենք նաև գեղեցիկ տեսահոլովակ, հենց այդ երգով էլ սկսենք այսօրվա տոնական թողարկումը։
Այո, մեր անունն է Հայկական բանակ, երգը կատարում էին Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցները։ Այս տեսահոլովակն ու երգը նվիրված էր Հայկական բանակի կազմավորման 25-ամյակին եւ հերիք չի կատարում էին ռադիոյի աշխատակիցները։ Մի բան էլ ասենք, որ այս երգի բառերի հեղինակը արդեն այսօր հանրային ռադիոյի գլխավոր պրոդյուսեր Հակոբ Ռուբինյանն է հեղինակել, իսկ երաժշտությունը Արմեն Մարտիրոսյանը, այնպես որ այս երգը ամբողջությամբ ռադիոն սեփականացրել է, կարելի ասել, եւ սա կարելի ասել ոչ պաշտոնական դարձել է մեր բանակի հիմնը, որովհետեւ շատ հաճախ է հնչում, շատ գեղեցիկ երգ, արժանի երգ մեր հայկական բանակին, մինչեւ կանդրադառնանք օրվա կարևոր տեղեկատվությանը, ասենք որ այո, հունվարի 28-ը համարվում է ոչ աշխատանքային օր, այն տոնական օր է, մեր բանակի կազմավորման օրն է եւ այսօր մեր բանակը դառնում է 34 տարեկան, խոսքը Հայաստանի 3-րդ հանրապետության բանակի մասին է։ Իդեպ փաստորեն 2001 թվականից է այս օրը որոշվել սահմանել որպես բանակի օր։ Հայաստանի նախագահի ստորագրած Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային տոն։ Հունվարի 28-ին է նշվում, քանի որ 1992 թվականի հենց այս օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։ Այնպես որ եւս մեկ անգամ շնորհավորենք եւ շնորհակալություն հայտնենք բոլոր տղաներին, բոլոր տղամարդկանց, որոնք եղել են, կան եւ դեռ լինելու են հայոց բանակի կազմում։ Ինչու ոչ նաեւ կանանց, կանայք էլ վերջին փոփոխությունից հետո արդեն կարող են առավել, այսպես ասած, լայն ծառայություն մատուցել բանակին, բայց նաեւ կան ազատամարտիկներ, կին նաեւ կանայք, որոնք աշխատում են բանակում, նաեւ նրանց շնորհիվ է, որ կայանում եւ զարգանում է հայոց բանակը։ Անցնենք օրվային տեղեկատվությանը, որը անկախ տոնական օր է թե ոչ ձեզ սովորաբար ներկայացնում ենք, հետո բնականաբար կվերադառնանք բանակի օրվան եւ մեր տոնական թողարկմանը։ Նախ սկսենք եղանակի տեսությունից, թեև երկու օր է արդեն ոչ աշխատանքային է, բայց այս տեսանկյունից մշտապես կան թարմացումներ։ Տեղումներ չեն սպասվում հանրապետությունում, օդի ջերմաստիճանը բարձրանալու է։ Հանրապետության տարածքում այսօր, վաղը եւ առաջիկա օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում։ Հնարավոր է տեղում հունվարի 29-ի գիշերը փետրվարի 1-ին առանձին շրջաններում ձյուն, լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, հունվարի 30-31 առանձին շրջաններում սպասվում է քամու ուժ գնացում։ Այսօր Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, օդի ջերմաստիճանը բարձրանալու է, ինչպես նշեցի, 4-ից 6 նիշով։ Մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվում, այսօր մայրաքաղաքում նույնպես կանխատեսվում է մառախուղ, ցերեկը 0-ից -2 աստիճան ցուրտ է լինելու, երեկոյան -2-ից -4, գիշերը -6-ից -8։ Եվ տեսնենք ինչ է հուշում հեռախոսային հավելվածը մեզ այս պահին, մեր մայրաքաղաքում անպամած է եւ -5 աստիճան ցուրտ է։ Տեսնենք, թե ինչպիսին է այսօր տարադրամի փոխարժեքը բոլոր այն մարդկանց համար, որոնք այսօր ֆինանսական գործարքներ են պլանավորում, ըստ կենտրոնական բանկի ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 378 դրամի եւ 86 լումայի, եվրոն 449 դրամ է 33 լումա, 4.9 ռուսական ռուբլին 140 դրամ եւ 57 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը համարժեք է 517 դրամի եւ 9 լումայի, դե իսկ դիրհամն այսօր 103 դրամ է 15 լումա։ Գանք մայրաքաղաք, որտեղ պատկերը պարզապես նախանձելի է, խցանումային նիշը այս պահին հավասար է 1-ի, խցանումներ չկան, օրը ոչ աշխատանքային է, այո, այնպես որ այս տեսանկյունից ասելու գրեթե ոչինչ չկա, թեև անկախ նրանից աշխատանքային օր է թե չէ, կան մի քանի հատվածներ, որոնք մշտապես ծանրաբեռնված են, բայց դրանց անգամ չարժե անդրադառնալ, սիրելի վարորդներ, այո, եւ ուղևորներ, թեթև շունչ քաշեք եւ հանգիստ երթևեկեք։ Ես այսօր տաքսիով տանից հասա 4 րոպեում, սովորաբար 10-15 րոպե միգուցե տևի, դա իհարկե շատ հաճելի պատկեր է։ Իսկ ես հասա 10-15 րոպեում, այն դեպքում, որ սովորաբար կտևեր 40 րոպե, եղել են դեպք, երբ 2 ժամ եմ ճանապարհին եղել, նաեւ նշեմ, որ նախանձելի էր տաքսուգինը նույնպես, այսօր շատ մատչելի էր ամեն ինչ, այնպես որ եթե ինչ-որ պլաններ գործեր ունեք, կարող եք հենց այսօր իրականացնել, ոչ աշխատանքային օրը աշխատելու բենեֆիտներից։ Այո,
Ավտոճանապարհների մասով տեղեկատվությունը երեկվա դրությամբ է, Փրկարար ծառայությունն տեղեկացնում է, որ 3 երեկոյան տվյալներով շարունակում էին փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերտ բարձր լեռնային օդանավության կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, Վարդենանց Լեռնանցքը երթևեկելի էր, կցորդով տրանսպորտային միջոցների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում, մյուս բոլոր դեպքերում երթևեկելի չէ, Լարսը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բուկ, մառախուղ նման բաներ Հայաստանի ավտոճանապարհներին այսօր համենայն դեպս չկա տեղեկատվություն, որ կան, փոխարենը Երևանի բարձրադիր շրջաններում է դեռ մառախլապատ, վերջին 2-3 օրերին հատկապես առավոտյան ժամերին բավական խիտ մառախուղ է, այսօր նույնպես իհարկե համեմատաբար ավելի թեթև էր, բայց դեռ մառախուղ կա, այնպես որ եթե ունեք հնարավորություն առավոտը տանը անցկացնելու, հենց այդպես էլ արեք, մեզ հետ մնացեք եւ նաեւ դիտեք մեզ։ Այո, դրա մասին չխոսեցինք, մեր տոնական թողարկմանը հետևեք նաեւ armradio.am կայքում, սեղմելով դիտել եթերը կոճակը եւ լայվը գործարկված է նաեւ մեր Facebook-յան հարթակում։ Դե այսօր սպասում ենք տոնական շնորհավորանքների հեռախոսազանգերի 553702 հեռախոսահամարով զանգահարեք, ձեր շնորհավորական խոսքերը մեծ սիրով կհեռարձակենք եթեր, եթե ունեք պատմություններ, բանակային տարիների, ձեր ընտանիքի անդամների, եղբայրների, հայրերի վերաբերյալ սիրով կլսենք նաև այդ պատմությունները եւ ունենք մեկնաբանություններ։ Այո, ունենք նաև մեկնաբանություններ։ Ռոբերտ Գյունաշյանը մեզ բարի լույս է մաղթում։ Շնորհավորում եմ մեր հզոր բանակի տոնը մեր ժողովրդին, մեր բոլոր զինծառայողներին, Աստված թող օժնի մեր ժողովրդին, ասում է նա։ Արամ Մկրտչյանը գրել է բարի լույս, շատ սիրելի հանրային ռադիոյի աշխատակազմ, պոզիտիվ հաղորդավարներ։ Շնորհակալ ենք, սիրելի ռադիո լսողներ։ Շնորհավոր բոլորիս տոնը ու մանավանդ հայոց բանակում ծառայող ու ծառայած բոլոր տղաներին ու կանանց, ձեզ բարի եթեր ու լավ օր։ Մենք միանշանակ միանում ենք բոլոր շնորհավորանքներին եւ եթերի ընթացքում դեռ կանդրադառնանք մեր բանակի ստեղծման պատմությանը։ Այժմ եւս մեկ երգ հայկական բանակի նվիրված Քեզ եմ հիշում, շատ են անցել այն օրերը այստեղ բանակում, լավն են ընկեր տղաները, բայց իմ սերը այնտեղ է հեռվում, ինձ գրում է կանչում է իմ սերը, արդեն շատ եմ քեզ սպասում, ինձ գրում է կանչում է իմ սերը, արդեն շատ եմ քեզ սպասում, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ. Օրը փոխում է գիշերը եւ աշունը ձմեռ է դառնում, ինձ ջերմացնում է քո սերը, իմ արդեն հարազատ բանակում, դե հասկացիր իմ այս դերը, տղաները պիտի ծառայեն, հայրենիքն էլ է նույնպես մեր սերը, իսկ հարսները կսպասեն, հայրենիքն էլ է նույնպես մեր սերը, իսկ հարսները կսպասեն, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, մի նամակ, մի համբույր, մի տխրի դու իզուր, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, մի նամակ, մի համբույր, մի տխրի, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ, սիրելի սպասիր կգամ ու քո զինվորը կդառնամ. Սուրճ ու սեր առավոտից
Այո, թող բոլորը խաղաղ ծառայեն եւ վերադառնան տուն, ինչպես այս երգում էր երգում, ես կգամ, թող անպայման բոլորը վերադառնան։ 9:45 դուք հետևում եք Սուրճ ու Սեր առավոտից ռադիոնախագծի տոնական թողարկմանը, այսօր խոսում ենք մեր հայկական բանակի կազմավորման մասին եւ տաղավարում եթերաժամի հաջորդ հատվածում անդրադառնալու ենք թեմային, նաեւ հյուրեր ենք ունենալու։ Կարծում եմ այն մարդիկ, ովքեր ծնվել, մեծացել են Հայաստանում, գիտեն թե ինչ կազմավորման բարդ ժամանակաշրջանում ձևավորվեց հայկական բանակը, երբ նոր էր անկախանում Հայաստանը, խորհրդային միության փլուզման տարիներն էր, տարածաշրջանում արդեն սկսվել էին բախումներ եւ 90 թվականի սեպտեմբերին կազմավորվեց սկզբում Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին 5 բաշտեր։ 91 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն, որով եւ կարելի է ասել սկիզբ դրվեց հայկական բանակին։ Այն ժամանակ Հայաստանի զինված ուժերը կազմված էին ներողություն Զինված ուժերը ներողություն խնդրում կազմված են Հայաստանի պաշտպանության նախարարությունից 4 բանակային կորպուսներից, պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախազության, հրթիռային զորքերի, հրետանու, ավիացիայի, իդեպ ես շատ սիրում եմ նախկինում բանակի օրվա հետ կապված, երբ ունենում էինք այն շքերթները, շատ հետաքրքիր էր դիտելը, հեռուստատեսության հանրային հեռուստաընկերությունը սովորաբար ցուցադրում է, շատ սիրում էի այդ տեսարանը։ Բանակում ծառայությունը 2 տարի էր, մինչև վերջին փոփոխությունները, այժմ կես տարի կրճատվել է ծառայությունը եւ 1.5 տարի են ծառայում տղաները, բայց մենք բոլորին մաղթում ենք խաղաղ ծառայություն, անվտանգ ծառայություն եւ թող շուտ վերադառնան իրենց մայրերին, իրենց ընտանիք, իրենց ծնողներին։ Կարծում եմ կարող ենք հիշել նաեւ զինված ուժերի մի քանի մասնագիտացված զորքերը եւ առանձին շնորհավորել ցամաքային զորքեր, ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության զորքեր եւ ցամաքային զորքերը հիշելիս առանձին մոտորհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական եւ կապի զորքեր։ Ովքեր ծառայել են բանակում, ովքեր ունեն ընտանիքի անդամներ, որ բանակում են ծառայում, զանգահարեք մեզ եւ խոսենք այս տոնական օրով հայկական բանակի մասին 553702 կարող եք զանգահարել, այսօր առավել քան սպասում ենք ձեր զանգերին եւ շնորհավորանքներին եւ շատ ուրախ կլինենք այս տոնական թողարկումը անցկացնել միասին։ Կարող եք նաեւ մեկնաբանություններ գրել, ինչպես արդեն նշեցինք, մեր լայվը արդեն թե մեր Facebook-յան էջում, թե կայքում հասանելի է իմ ռադիո.am, երկու հարթակներում էլ զրուցարաններ ունենք եւ այնտեղ նույնպես սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ Շարունակենք եթերը եւ այս պահին եւս մեկ գեղեցիկ երգ քեզ կսպասեմ Զարուհի Բաբայան։ Բարզես, բարի գալուս։ Ես կներեք էլ 3 հատա ձեզ եմ տալի։ 4, 5, 6, 7, 8, 9, 10 Շնորհակալ եմ։ Ահա, այ հիմա հազիվ, սիրտես ընկավ տեղը։ Երեկոն է լուրիչնում, անցնում է առանց քեզ, մոլորակն է իր պտույտն անում, թե աստղ թելուսին պատմում են այն մասին, որ քո հերվում իմ երկն ես որոնում հանգին, թե աստղ թելուսին պատմում են այն մասին, հերվում իմ երկն ես որոնում այն Քեզ կսպասեմ, լինի գիշեր ցերեկ, քեզ կսպասեմ, ամարձը մեր, ու քեզ կասեմ, սիրո անկեղծ խոսքեր, իմ զինվոր մնաս սիրով ու ծառայես բարով, դու իմ զինվոր մնաս սիրով ու ծառայես բարով, առավոտն է նոր բացվում ու սեր է խոստանում, մոլորակն է իր պտույտն անում, լսիր ինձ ճանապարհ, իմ սերը հետը տար, գիտեմ ընկեր իմ չես թողնի սպասել երկար, լսիր ինձ ճանապարհ, իմ սերը հետը տար, գիտեմ որ չես թողնի սպասեմ երկար, քեզ կսպասեմ, լինի գիշեր ցերեկ, քեզ կսպասեմ, ամարձը մեր, ու քեզ կասեմ, սիրո անկեղծ խոսքեր,
ծառայես բարով Դու իմ զինվոր մնաս սիրով ու ծառայես բարով Պարամ պարամ պամ Պարամ պարամ պամ Պարամ պարամ պամ 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 Պարամ պարամ պամ Պարամ պարամ պամ Պարամ պարամ պամ 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 Երեկոն կիչնի հետո նորից լույս կբացվի Մոլորակն էլ մի պտույտ կանի Դու կավարտես զինվոր Քո պատկը պատվավոր Կգաս ինձ մոտ որ մեր երազն էլ կատարվի Դու կավարտես զինվոր Քո պատկը պատվավոր Կգաս որ մեր երազն էլ կատարվի Քեզ կսպասեմ Լիրի գիշեր ցերեկ Քեզ կսպասեմ Ամար ձմեր ու քեզ կասեմ Սիրո անգեց խոսքեր Իմ զինվոր մնաս սիրով ու ծառայես բարով Դու իմ զինվոր մնաս սիրով ու ծառայես բարով Պարամ պարամ պամ Պարամ պարամ պամ Պարամ պարամ պամ 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 Զարուհի Բաբայանին ենք լսում, տեսահոլովակը ուղեկցվում էր գեղեցիկ իրական կադրերով, ահա թե ինչու երկի սկզբում մենք լսում էինք ոչ այնքան ծանոթ ձայներ, Զարուհի Բաբայանը գնում էր տարբեր զորամասեր եւ տղաներին բարգեվում իրական տոն ուրախություն այս գեղեցիկ երգերով եւ ժամանակին կարծես դա իսկապես ավանդույթ էր, երբ հայ երգիչները շատ համերգներ էին, չէ, ունենում զորամասերում, չգիտեմ հիմա շարունակվում է թե չէ, ամեն դեպքում դա հաճելի ավանդույթ էր։ Վերադառնանք տոնական օրվան Եվ ինչպես Վեգան նշեց, ինչու հենց հունվարի 28 այդ օրը կարևոր փաստաթուղթ ստորագրվեց։ Ներողություն 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին պատմական որոշում, դրանով իսկ իրավականորեն ազդարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը։ 1992 թվականի մայիսին Պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում հիմք դնելով բանակի ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին։ Հայկական բանակը անցել է կազմավորման մի քանի փուլեր, որոնք մեկը մեկից բարդ են եղել։ Առաջին փուլը 88-ից 92 թվականներն էր, այդ ժամանակաշրջանում ակտիվացել էր Ղարաբաղյան շարժումը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները ծայրաստիճան լարված էին։ Երկրորդ փուլը 92-ից 94 թվականներն է, այս ժամանակահատվածում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները հայտնվեցին Ադրբեջանի ագրեսիայի թիրախում եւ ահա երրորդ փուլը սկսվեց 94 թվականի հունիսից։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական, ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման բանակ հասարակություն հարաբերությունների որոշակի առաջընթացի համար։ 90 թվականի սեպտեմբերին է, որ կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, որի մասին եթերաժամի սկզբում էլ խոսեցինք, հետո Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին 5 բաշտեր։ 91 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն։ Բանակ դեզորացրվում են 18-ից 27 տարեկանները, այս տեղեկության մեջ նշված է 2 տարի, բայց ինչպես նշեցինք, վերջին փոփոխությամբ արդեն 1.5 տարի է տևում ծառայությունը ժամկետային։ Այո, եւ մեր բանակում բնականաբար կան նաև բազմաթիվ կամավորներ, որոնք շատ ավելի երկար են ծառայում, հատկապես պատերազմական իրավիճակներում նրանց նույնպես առանձնահատուկ շնորհակալություն իհարկե։ Եվ նաև ինչպես Սևակը նշեց, վերջին տարիներին կարծես թե գնալով ավելի շատ կանայք են նաև հետաքրքրվում բանակում ծառայությամբ եւ կամավորագրվում։ Բանակի մասին խոսելիս չենք կարող չխոսել այն հերոս տղաների մասին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը եւ ահա օրենսդրական վերջին փոփոխություններով հենց 3 հունվարի 27-ը սահմանվեց որպես հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր եւ այսօր եւ ամեն օր պետք է նրանց հիշել ու շնորհակալություն հայտնել այն ծառայության նվիրումի համար, որով պաշտպանել են մեր հայրենիքը։
ես եղել այն պահից երբ ծնվել եմ հետագայում եղբոր պես քեզ մերվել եմ հողը ծնողը զավակ հունկեր հողը իշում է բոլոր մեր հետքերը դու իզներիր թե անզգուշ նեղացրել եմ Քեզ քայլերով իմ սխալ թուլացրել եմ Ուժուտ լինեմ ես քո ցավը տանեմ Փուշը տանեմ վերքերից ու բուժեմ Զով աշխարհում չգտա քեզ նմանը Որ այդքան իմն է ունեմ իրականը հայրենիքին Թող որ խաղաղ լինի միշտ քո երկինքը Մեր ինքնության համար քեզ պարտականք Մենք ենք քո տերը ու մենք քո ծառան ենք Պարզային մտքից ես այստեղ երջանիկ եմ Քո մեծ պատմության մեջ ես մանր հատիկ եմ Բայց ես իմ տեղում եմ ու ես երջանիկ եմ Ով աշխարհում չգտա քեզ նմանը Որ այդքան իմն է ունեմ իրականը Սուրճ ու սեր առավոտից 9:59 մոտենում ենք ժամը 10-ին եւ մեր տաղավարում է արդեն Հասմիկ Մարտիրոսյանը ռադիոլուրից Բարի լույս Հասմիկ Բարի լույս Եվ շնորհավոր բոլորիս կարծում եմ տոնն է այսօր բոլորս պիտի նշենք սա Մեր տոնացույցի ամենակարևոր ամենանշանակալի տոներից մեկը որը ես շատ եմ սիրում շնորհավորում եմ մեր զինվորներին սպայական անձնակազմին պաշտոնաթող զինվորականներին բոլորին շնորհավորում եմ Եվ տեսնենք թե ինչ կա այս տոնական օրվա լրահոսում բնականաբար ուղերձներ, շնորհավորանքներ, այդ ամենի մասին կպատմեք արդեն ժամը 10-ի թողարկմանը։ Հետևենք ռադիոլուրի թողարկմանը, տեսնենք թե ինչ է կատարվել վերջին 1 ժամում Հայաստանում եւ աշխարհում։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում բարև ձեզ, ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է ժամի թեմաները նախամարոտ։ Այսօր հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Վարչապետը եւ կաթողիկոսը ուղերձներ են հղել բանակի օրվա կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում դրական զարգացումներ են տեղի ունենում։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։
Եվ այսպես հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է 1992 թվականին ձևավորվեց հայոց ազգային բանակը, հայկական անկախ պետականության բացառիկ խորհրդանիշը ու անքակտելի հիմքը։ Հայոց բանակը ծնվեց պատերազմի բովում հայ ժողովրդի միասնական կամքի, հերոսական պայքարի եւ հայրենիքի հանդեպ սիրո շնորհիվ։ Անցած 3 տասնամյակների ընթացքում հայոց բանակը ոչ միայն եղել է խաղաղության եւ անվտանգության պահապան, այլև ազգային հպարտության խորհրդանիշը։ Քիչ առաջ վարչապետը ուղերձ է հղել եւ շեշտել է, որ մեր բանակն անցել է ձևավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ օրորի պաշտպանունակությունը ավելացնում է։ Մեջբերում Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ են արել մեր բանակում։ Առաջինը կամավոր ատեստավորման ծրագիրն է, որը հնարավորություն տվեց զինծառայողների վարձատրությունը ընդհուպ կրկնապատկել կախված զինծառայողի պրոֆեսիոնալ հմտություններից։ Վերջին տարիներին հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է ձեռք բերվել այնպիսի որակի եւ պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել։ Սրա համար ծախսվել են մեծ ֆինանսական միջոցներ, որովհետև ձեռք բերված տեխնիկան թանկարժեք է եւ քանակական։ Բայց նաև պետք է պատասխան հնչի մի շատ կարևոր հարցի. ինչու այս նույնը չի արվել 2018-ից մինչև 2022 թվականներին։ Սպառազինություն եւ տեխնիկայի վաճառքի պոտենցիալ ունեցող մեր գրեթե բոլոր միջազգային գործընկերները քաղաքավարի մերժում են Հայաստանի Հանրապետությանը զենք վաճառել երկու հիմնական պատճառաբանությամբ։ Վստահ չէին, որ այդ զենքը չէր տեղակայվի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս, վստահ չէին, որ այդ զենքի գաղտնի պարամետրերը հասանելի չէին դառնա հապկին, որին Հայաստանի անդամակցությունը նույնպես խոչընդոտ էր նման գործարքներ կնքելու համար, իսկ հապկ գործընկերները 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները։ Սա գոյաբանական սպառնալիք էր Հայաստանի համար, ակնհայտ էր, որ մեր պետականությունը վերցնելու, մեր ինքնաշխանությունը զրոյացնելու որոշում է կայացված։ Մեջբերման ավարտը։ Նաև վարչապետը ընդգծում է, որ օրհասական վտանգը հաղթարվեց երկու վճռական իրադարձության արդյունքում, շեշտել է հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններ, ըստ որի Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ճանաչվեց 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա եւ հապկում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու, նշել է վարչապետը իր ուղերձում։ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես շնորհավորել է բանակի օրը եւ վեհափառն ընդգծել է մեջբերում նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության եւ ազատության համար անվեհեր պայքարով։ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է, կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի եւ անվտանգությունը մեր ժողովրդի։ Հայոց բանակը իբրև մշտարթուն պաշտպանը մեր երկրի շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առաստված հավատքով ըստ առաքյալի խոսքի զորացեք Տիրոջով եւ նրա զորության կարողությամբ եւ Աստծո սպառազինությունը հագեք։ Մեջբերման ավարտը։ Այդ թեմաների եւս անդրադառնանք, մասնավորապես արտգործնախարարը Ստրասբուրգում է, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, նշեմ, որ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նախագահ Պետրաբայարի հետ է հանդիպել, Միրզոյանը շնորհավորել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նախարարը ներկայացրել է նաեւ օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության եւ ամրապնդման ու ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացված ընթացիկ քայլերը։ Մեկ այլ տեղեկատվության համաձայն Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիոմարի հետ։ Այլ լուրեր Ստրասբուրգից կներկայացնենք ռադիոլուրի հաջորդ եթերաժամերի ընթացքում։ Եվ համառոտ միջազգային անցուդարձի մասին ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դրական զարգացումներ են տեղի ունենում ռուս-ուկրաինական բանակցություններում, մանրամասներ, սակայն Միացյալ Նահանգների նախագահը չի հայտնել։ Ուկրաինան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նախորդ շաբաթ Աբու Դաբիում խաղաղության երկօրյա կառուցողական բանակցություններից հետո շարունակելու են դրանք Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում արդեն այս շաբաթ։
Ցանկացած ագրեսիա կարժանանա համապարփակ եւ ջախջախիչ պատասխանի նման հայտարարություն էլ արել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային եւ կտրուկ նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, մեկնաբանելով Վաշինգտոնի վերջին ռազմական զորավարժությունները եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների հետ համատեղ զորավարժությունները, դիվանագետն ասել է, որ Թեհրանը պատրաստ է ցանկացած զարգացման։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ինչպես կզարգանան իրադարձությունները կտեղեկացնենք ժամը 11-ին մնացեք հանրային ռադիոյի հետ ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։
Բարի լույս, բարի գալուստ եւս մեկ անգամ հանրային ռադիոյի առաջին ծրագիր եւ շնորհավորում ենք բոլորին այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է եւ մենք շարունակում ենք մեր տոնական թողարկումը։ Շնորհավորանքներին արդեն միացել են նաեւ մեր ռադիո լսողները մեր Facebook-յան էջում, որտեղ դուք նույնպես իդեպ կարող եք մեկնաբանություններ թողնել։ Կարինե Մկրտչյանը գրում է հայոց բանակը 34 տարեկան է, շնորհավորում եմ փառք ու պատիվ զինվորներին, մեր քաջարի տղաներին։ Հասմիկ Ավետիսյանը նույնպես միանում է շնորհավորանքներին, բարի լույս, շնորհավոր տոնդ հայոց բանակ եւ հայոց զինվոր, ձեր շնորհիվ է որ քնում եւ արթնանում ենք խաղաղ երկնքի ներքո։ Եղեք առողջ ու հզոր, մեր ամենաջերմ մաղթանքներն ու համբույրները ձեզ։ Նունե Մարտիրոսյանը նույնպես էմոջիների տեսքով մեկնաբանություն է թողել։ Մենք նույնպես միանում ենք մեր ռադիո լսողների բոլոր շնորհավորանքներին, դուք նույնպես կարող եք օրինակ զանգահարել եւ շնորհավորել 553702 հեռախոսահամարով եւ կոչս Շատ տեղ հասավ մի անգամից արդեն ունենք հեռախոսազանգ։ Բարի լույս։ Դուք եթերում եք։ Ով է մեզ միացել, բարի լույս։ Մեր ռադիո լսողը կարծես թե տեխնիկական խնդրի պատճառով կամ միգուցե դեռ շնորհավորանքներ մտածում, անպայման երկրորդ անգամ նույնպես փորձեք, ցավոք կապն ընդհատվեց։ Այո, միայն հիշեք մեզ զանգարելիս արդեն մեզ լսեք հեռախոսով եւ անջատեք ռադիո ընդունիչը կամ այն սարքը, որով լսում եք հանրային ռադիո, որովհետեւ ձայնը սկսում է արձագանքել։ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, կարող եք զանգահարել, այսօր ուրախ կլինենք լսել ձեր շնորհավորանքները։ Եվ մի պահ շեղվելով տոնական օրվա անցուդարձից տեսնենք թե ինչ թարմացումներ կան։ Փրկարար ծառայությունը թարմացում է տեղադրել ժամը 10:03-ի դրությամբ ավտոճանապարհների իրավիճակի վերաբերյալ։ Այո, հիմնականում շարունակում են բաց մնալ Հայաստանի Հանրապետության ճանապարհները անցանելի են, միայն Ամբերտ Ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհներն են շարունակում բաց մնալ։ Նույնն է իրավիճակը նաեւ, ներողություն խնդրում, փակ մնալ, նույնն է իրավիճակը նաեւ Վարդանյանց Լեռնանցքի հետ կապված, որտեղ կցորդով տրանսպորտային միջոցները միայն անվաշղթաների կիրառման դեպքում կարող են երթևեկել եւ Մառախուղ է Թալին եւ Աշտարակ քաղաքներում։ Սա նույնպես նկատի ունեցեք, Լարսը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Թարմացնենք տեղեկատվությունը նաեւ եղանակի տեսանկյունից, այս պահին մեր մայրաքաղաքում անպամած է եւ շարունակվում է այս պահին -4 է, օրվա ընթացքում սպասվում է Մառախուղ հանրապետության ցածրադիր հատվածներում եւ նաեւ մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում ողջ հանրապետության տարածքում, այդ թվում նաև Երևանում եւ օդի ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում, բայց դեռ օրվա ընթացքում մինուս է լինելու մեր մայրաքաղաքում։ 553702 եւս մեկ անգամ հիշեցնեմ հեռախոսահամարը, որով կարող եք զանգահարել։ Ունենք արդեն հեռախոսազանգ եւ նաեւ նոր մեկնաբանություն, բայց նախ ընդունենք հեռախոսազանգը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Ում հետ ենք զրուցում։ Բարի լույս։ Կարող ենք խնդրել հեռու կանգնել ռադիոընդունիչից կամ անջատել այն, որպեսզի կարողանանք լսել միայն ձեր ձայնը։ Ալո։ Այո։ Ես ձեզ անհանգստացնում եմ Արարատից։ Այո, չեք անհանգստացնում, շատ ուրախ ենք։ Դուք լսում եք, չէ։ Այո։ Ահա։ Ուրեմն նախ շնորհակալություն ձեզ հաղորդումը վարելու համար այդքան բարձր մակարդակով, շնորհավորում եմ բանակի օրվա առիթով։ Գիտեք ինչի եմ զանգահարել, ուղղակի անընդհատ լսեցի, բայց սիրտը շատ ցավեց, որ դուք խոսում եք բանակի մասին, բայց սպարապետի անուն անգամ չի հնչում։ Վազգեն Սարգսյանին ինչու տվեցին այդ անունը, սպարապետ կոչեց ժողովուրդը, որովհետև Վազգեն Սարգսյանը 90 թվականին իր այդ 92-ին իր այդ 500 մահապարտներով որ կոչ այդ, ես Արարատցի եմ, ես Վազգենի հետ շատ շփվել եմ, նա իմ տղայի նման ինձ հարազատ է եղել, ես այնպիսի աշխատանքում եմ եղել, այնպիսի պաշտոն եմ վարել, որ հաճախ եմ հանդիպել Վազգենին։ Եվ հիմա ցիրկը ցավում է, որ Վազգենի մասին չեն ասում, որ այդ բանակի հիմքը առաջին քարը դնողը Վազգեն Սարգսյանն է։ Ինչի՞։ Վախենում են նրա ստվերից։ Ինքը չկա։ Պետք չի նրա գերեզմանակարին ծաղիկներ խոնարելը։ Պետք է նրան մեծարել, ասել, որ ինքն է եղել հայոց բանակի ստեղծողը։ Հիշում եք
հանդեսների ժամանակ ոնց էր արտացում, երբ առաջին տանկերն էին անցնում հրապարակով, ոնց կարելի է մոռանալ, ուղղակի սիրտս շատ է ցավում, շատ է ցավում։ Շնորհակալ ենք զանգի համար, վստահաբար սպարապետին չեն մոռացել։ Դուք մեղավոր չեք, դուք շատ լավ հաղորդավարներ եք, մեղավորը հաղորդումը նախապատրաստած խմբագիրն է, որը երևի չգիտե թե Վազգեն Սարգսյանը նա իմ բարեկամը չէ, նա իմ հարազատը չէ, ուղղակի այն մարդն է, որի կոչով Վեդիի տղաները, Արարատի տղաները դարձան մահապարտներ, գնացին եւ 80%-ը չվերադարձան, բայց հայոց բանակը կազմավորվեց, Այո, կազմավորվեց, հանգիստ եղեք, բոլորս հիշում ենք, եթերը դեռ չի ավարտվել։ Շնորհակալ ենք ձեր անհանգստության համար։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ ժողովրդին եւ երբեք չեմ ընդունի, որ իմ ժողովուրդը այդպես այլասերվի։ Հիմա ում են պաշտում, Վազգենի սրերից վախենում են, ում են պաշտում, Աստծո սիրուն։ Շնորհակալ ենք ձեզ ձեր անհանգստության համար։ Մենք բնականաբար դեռ եթերը շարունակվում է եւ անդրադառնալու ենք այն մարդկանց, ովքեր կանգնած են հայկական բանակի հիմքերում, իսկ Վազգեն Սարգսյանին հնարավոր չէ մոռանալ։ Այո, այն մարդն է, որը համարվում է հայկական բանակի հիմնադիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր հիմնադիրը, եւ սպարապետը եւ Վազգեն Սարգսյանի հիշատակին եւ նաեւ քանի որ ձեր մտահոգությունները փարատվեն, լսենք երգը, որը նվիրված է հենց սպարապետին Վազգեն Սարգսյանին։
Եթե մեր Facebook-յան էջով մեզ հետևեք, ապա կտեսնեիք, թե ինչ է ճղճղկում իմ ձեռքում ժորիկն ու կյաժն են, հերոսների վերականգնողական քաղաքի մասնակից, դասընթացներին մասնակցող երեխաների դասընթացներից մեկի ընթացքում պատրաստված 3D մոդելավորված կոկորդիլոսները, այսօր զրուցելու ենք հենց հերոսների վերականգնողական քաղաքի մասին։ Այո, եւ մեր տաղավարում են այս կարևոր կենտրոնի հիմնադիր Սուրեն Արենցը, բարի լույս Սուրեն, եւ պատերազմի մասնակից Սպարտակ Աղաբաբյանը, բարի լույս։ Նախ շնորհավորում ենք ձեզ հայկական բանակի կազմավորման տոնի արդիվ եւ դուք առավել քան մեծ ներդրում ունեք նաեւ հետպատերազմյան իրավիճակում վերականգնողական հարցերում եւ բնականաբար սա բոլորիս տոնն է, այնպես որ թող ձեր գործունեությունը արդեն շարունակվի միայն խաղաղ պայմաններում։ Շնորհակալ ենք։ Մենք էլ ենք շնորհավորում, առավել եւս շնորհավորում ենք մեր նահատակված տղաների ընտանիքի անդամներին եւ ցանկանում ենք, որպեսզի բանակի օրը նշենք ուրախ, մարտական եւ ոչ սքո, այսպես ասած, կուլաների մեջ։ Ոչ սքո դրամատրությամբ։ Խոսենք հերոսների վերականգնողական քաղաքից, գիտենք, որ տարբեր ուղղություններով է աշխատանքներ տարվում, ինչ է այն իրենից ներկայացնում մեր այն ռադիոլսողների համար, որոնք ծանոթ չեն, եւ ինչ գործունեություն է ծավալում։ Շատ բարի, կարճ ասեմ, ինքը հոգեկան առողջության կենտրոն է, տարածաշրջանում միակն է պատրաստված զինվորների եւ պատերազմի մասնակիցների համար, որտեղ որ այս տարի արդեն ծառայությունները ավելացել են, այս տարի արդեն նոր մասնաշենք ունենք, նյարդավերականգնողական ծառայություններ ենք մատուցում, կինեզոթերապիա, որոշակի ասեղների միջոցով միջամտություններ եւ նաեւ հոգեկան առողջության կենտրոնը զբաղվում է, ինչպես տեսնում եք, սոցիալական, կրթական ծրագրերով, որովհետեւ մեր խնդիրը կյանքի շարունակությունն է, բուժական թերապիաներին զուգահեռ, ինչպես նաեւ կենտրոնը ունի շատերին շատ հայտնի VR թերապիաները, այսինքն ժամանակակից տեխնոլոգիաներով են կարողանում բուժենք եւ նաեւ կենտրոնը իր առաջ խնդիր է դրել, որքան հնարավոր է շատ կյանքեր փրկել եւ բերել դեպի կյանք, օրինակներից մեկը Սպարտակի արած աշխատանքն է, որը որ իր թերապիաների ավարտելուց հետո արդեն ինքը օգուտ է տալիս, այսպես ասած, ոչ միայն կենտրոնին, նաեւ զոհվածների երեխաներին կրթական ծրագրերով էր զբաղված անցած տարի 150 երեխա Սպարտակին կերան քրքրեցին եւ ստացվեցին ինչ որ ստացվեց կենտրոնը նաեւ ինքը որոշակի առումով անցած տարի սկսեց որոշակի բիզնես կոմպոնենտ իր մեջ ձևավորել, որովհետեւ մենք կարծում ենք, որ զինվորների բուժման համար մուրացկանություն պետք չի անել, եթե ինքնական գումարներ տվողներ չկան, ապա կենտրոնը պետք է զինվորները պետք է աշխատեն այդ գումարը։ Ես Սպարտակից օրինակը հենց այդ դրա մասին էր խոսքը։ Սոցիալական ձեռնարկատիրության օրինակ։ Սոցիալական ձեռնարկատիրություն, որ երեխաները կարողանան սովորել, ինչպես նաեւ երեխաները, նաեւ զինվորները մարքեթինգ սովորեն, վաճառք սովորեն, ինչպես նաեւ արտադրանք, որևէ պրոդուկտ կարողանան վաճառել։ Սպարտակ, դուք ինչպես միացաք կենտրոնին, արդեն հասկացանք, որ բավական բարդ մաս է բաժին հասել ձեր աշխատանքի, այո, եւ ինչով եք հիմնականում զբաղվում այնտեղ։ Կենտրոնին շուտ եմ միացել, չեմ էլ հիշում։ Շատ շուտ։ Հա։ Ես հիմնականում զբաղվում եմ 3D մոդելավորմամբ ու 3D տպագրության սարքերի պատրաստում ու իրենց օգտագործմամբ։ Մոդելները հիմնականում մենք փոփոխում ենք, ձևափոխում կամ նորն ենք պատրաստում, տպում ենք ու տարբեր ձևի պրինտերներ ունենք միագույն, գունավոր պրինտեր ունենք, որ ինքը միանգամից մի քանի գույնով է տպում, ոնց որ սրանք են։ Դա ժորիկներ։ Ժորիկն ես չգիտեմ, ես անունները չեմ տալիս։ Ես ֆիքսել եմ, դեղինն է կյաժը։ Այս տարեկան 8 գույն ենք տպելու, նոր պրինտերներ ենք ձեռք բերել, պետք է 8 գույն տպենք, բայց Սպարտակը հիմա նաև մտածում է, որ անենք լուսամփոփներ, այսինքն խաղալիքներից գնանք ավելի կենցաղային, իրեր էլ կարողանանք անել, որովհետև ավելի լայն սպառման։ Ավելի լայն սպառման, ինքը Heroes Toys է կոչվում, պրոդուկտը, եւ Սպարտակենք զբաղվում են այդ պրոդուկտի զարգացմամբ։ Այ եթե ժամանակը մի փոքր հետ տանք, ինչպես եղավ կենտրոնի հիմնադրումը, դա անձամբ ձեր նախաձեռնություններ, բնականաբար պատերազմից հետո կար դրա բացը, ինչպես ստացվեց այս գործը։ Տեսեք, ուսումնասիրության արդյունքում ամեն ինչ եղավ, որովհետեւ երբ որ մենք պատերազմի ընթացքում ուսումնասիրում
ենք եւ հատուկ ջոկատայինների հետ օգնություններ ենք ուղարկում դեղորայք եւ իրատական միջոցներ, բարձ դարձավ որ 14000 հոգեբանական խնդիր ունենք եւ 350 ընդամենը ամպուտացված եւ Հայաստանում գործող վերականգնողական բոլոր կենտրոնները, ինչպես նաեւ հիվանդանոցները, որոնք զբաղվում են վերականգնողական կենտրոնով, ֆիզիկական վերականգնման բացը լրացրել էին եւ կարելի ասել լավագույնն այն այսօր տարածաշրջանում կարելի է հպարտանալ, բայց հոգեկան առողջության մասով մեր տղաները գնում էին աշխարհի տարբեր ծերեր, Հնդկաստան եւ այլն բուժվելու եւ խնդիր դրվեց ստեղծել կենտրոն, ճիշտ ասած մենք էլ չգիտենք ինչ ենք ստեղծում, ուսումնասիրությունները տարան եւ հասկացանք որ խնդիրը նյարդավերականգնողական բաժանմունքն է, որովհետեւ հոգեկան առողջությունը դա հիմնականում նյարդերի մասովն է խոսքը գնում եւ ֆրանսիական մոդուլը վերցրեցինք, որը առաջի աշխարհամարտում իրենք կիրառել էին եւ փորձը ստացվեց։ Համեմատությունը հետեւյալն է. տարեկան Հայաստանի բոլոր վերականգնողական կենտրոնները եւ պետությունը բուժում էին զինվորների ընդամենը 350, հոգեկան առողջության մասով, մենք տարեկան բուժում էինք 1000։ Եվ փորձը ցույց տվեց, որ նաև VR տեխնոլոգիաները, որ կարողացան կիրառել, ինքը շատ մեծ արագընթաց օգուտ տվեց, եւ նաև ինքնավերականգնողական թերապիաներին շատ մեծ խնդիր դրեցինք, կառուցեցինք հացատուն, կառուցեցինք թոնրատուն պապաների համար, երեխաների համար տարածքներ կառուցեցինք, IT տեխնոլոգիաները կառուցեցինք, լիճ կառուցեցինք հոգեկան առողջության, խնամքի կենտրոնը կառուցեցինք, նյարդավերականգնողական բաժան եւ հիմա մի հատ ուրիշ խնդրի առաջ ենք մենք կանգնած, ժողովուրդը, որ պատերազմի մասնակից չի եւ ունի հոգեկան առողջության խնդիր, մեզ ստիպում է որ մենք վճարովի ծառայություններ բացենք, որովհետեւ մենք խնդիր ենք դրել որ ծառայությունները լինի անվճար, հիմա ես տարի ստիպված որոշակի խումբ պետք է ձևավորեմ, որտեղ որ ոչ պատերազմի մասնակիցները կարողանան որակյալ հոգեկան առողջության ծառայություններ ունենան եւ նաեւ այդ նյարդավերականգնողական բաժանմունքը ինձ նորից ասում են որ ծառայությունների մի մասը դարձրու վճարով է եւ այդ գումարով օգուտ կտանք նաև զինվորների թերապիաներին, այդպես ծնվեց խնամքի կենտրոնը, հիմա մենք օրինակ վճարովի ծառայություններ ունենք ոչ պատերազմի մասնակիցների համար, ովքեր որ կարող են գալ մասաժների մասնակցեն, բուժական թերապիաներ ունենան, կինեզոթերապիա ունենան, որովհետև ցավոք սրտի լավ մասնակիցները շատ են, բայց տեղերը որտեղ որ կարող են լավ մասնակիցները իրենց ցույց տալ, քիչ են։ Եվ նաև խնդիր կար, որ զինվորները որտեղ որ հոգեկան առողջության բուժում էին ստանում, չգնան այլ հիվանդանոցում ստանան կինեզոթերապիա, որտեղ ժամանակի եւ ֆինանսների առումով մեծ խնդիր է առաջացնում։ Մենք ոչ թե ուրիշներից ինչ-որ գործ ենք խլում, այլ սա նյարդահամակարգի անբաժան մասն է համարվում եւ բեկորային վնասվածք ունեցող տղաները, ովքեր որ վիրահատության ցուցում չկա, չի կարելի ցուցում վիրահատության, մենք փորձում ենք այդպես որոշակի միջամտություններով թույլատնենք, որ գոնե ցավը մեղմվի, որտեվ եթե ցավը շատ է, ինքը առաջացնում է հոգեկան խնդիր։ Ես ճիշտ եմ, չէ, հասկանում, որ հոգեբանական ծառայությունները օրինակ անվճար են ոչ միայն զինծառայողների, այլև նրանց պատերազմին մասնակցածների ընտանիքների, զոհվածների ընտանիքների կանոնադրությամբ ֆիքսած է մեր, որ հոգեկան առողջության ծառայությունները, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք որ կավելանան տարիների ընթացքում, պատերազմի մասնակիցներին եւ զոհվածների ընտանիքի անդամներին լինելու է անվճար։ Սա անբեկանելի փաստ է, օրենքով ամրագրված եւ որևէ մեկը անգամ ինչ լինելու պարագայում չի կարող փոխի։ Բայց հանրությունը ունի իր պահանջները, որը մենք չենք կարող չկատարել եւ բազմաթիվ զանգերը չեմ ուզում բաց թողնեմ, որովհետեւ մարդիկ իրոք բուժման կարիք ունեն, շատ են զանգահարում, որ երկար փորձել են հոգեբուժարանում բուժվել, երկար փորձել են այլ տեղեր բուժվել, բայց կյանքի որակի խնդիր կա այստեղ, ոչ թե որ մնացած տեղերում լավ չեն բուժում, այլ կյանքի որակի բարձրացման հարց կա, որ մեր մեթոդները մի փոքր ավելի սոցիալիզացիային ավելի մոտ են եւ մեր բուժվողները եւ չբուժվողները իրարից լրիվ տարբեր են, այսինքն մեզ մոտ կարող եք հանդիպել տղաների, որոնք թերապիան չեն ավարտել, բայց մյուս բուժմանում մեջ գտնվող տղաներից իրանք լրիվ տարբերվում են իրանց տարբեր մեթոդներով, մեզ մոտ լրիվ ուրիշ տեսակի բնությանը մոտ, ինքը լրիվ կենցաղային, կարելի է ասել, մենք թույլ ենք տալիս մարդուն ինքնավերականգնվել։ Մեր խնդիրը որպեսզի անձը իր ուղեղի մեջ գտնի այդ բջիջները եւ ոչ թե թմրանյութերի կամ սիգարետների ազդեցությամբ կամ դեղերի ազդեցությամբ, այլ հնարավորինս մեղմված դեղորայքի օգտագործման բնական եղանակով ոտքի կանգնի։ Բացի դրանից կարծում եմ մարդիկ, որոնք անցել են նույն ճանապարհը, որը դու ես անցել, շրջապատված լինելով նման մարդկանցով, միշտ, չգիտեմ, ավելի հասկացված են գուցե իրենց զգում, քան այլ կենտրոններում։ Տեսեք, մի կարևոր բան մենք արեցինք, հոգեկան առողջություն բառը այն ժամանակ շատ մեծ բաներ առաջացնում, երբ որ մենք գրեցինք հոգեկան առողջության կենտրոն, անգամ նախարարությունից վատ օձիվներ ստացանք, բայց այսօր բոլոր հոգեբուժարանները կոչվում են հոգեկան առողջության կենտրոններ։ Պատերազմից հետո հոգեկան խնդիր ունենալը դա համարվում էր վատ երևույթ, հանրության մեջ չերևալու երևույթ, բայց այսօր փառք ասում մեր զինվորներ իրար հետ շփվում են եւ մենք խնդիր չենք դնում, ինչ ա եղել, մարդու մոտ հոգեբանական խնդիր է։
Սա գժի Դա նույնիսկ կարծում եմ անվան կամ անխուսափելի պիտակի է։ հետ որևէ կապ չունի, որովհետև Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն մասնակցել պատերազմին, բայց գտնվում են պատերազմող երկրում, միևնույն է, հետո Ունենում են ձեռք բերում են խնդիրներ, ինչ-որ խնդիրներ, ուր մնաց թե պատերազմի մասնակիցները, եւ այդ առումով Սպարտակ մենք արդեն իմացանք, թե դուք ինչ եք տալիս երեխաներին, հետաքրքիր է ինչ է տալիս երեխաների աշխատանքը ձեզ, առհասարակ կենտրոնում լինելը ինչ ազդեցություն է ունեցել ձեր վրա եւ շարունակում գուցե ունենալ։ երեխաների աշխատանք իրան տալիս են երթեր։ Նա մեկ շամուր նյարդեր է պետք։ Ընդհանրապես կենտրոնում լինելը, չգիտեմ, պիտի գաք այնտեղ որ տեսնեք, ոնց որ կենտրոնը ինքը sense մի հատ առանձին ալպիական մանուշակ լինի, sense մտնում եք իր մեջ չեք ուզում sense դուրս գաք, ոնց որ առանձին sense որ գորշ աշխարհի մեջ մի հատ դրախտավայր լինի, հա։ Ու իրականում ամեն ինչը շատ սիրուն, շատ գեղեցիկ, sense շատ լավ է սարքած։ Ու մենակ այնտեղ գտնվելով, որ դու ինքդ քեզ ավելի լավ ես զգում այնտեղ, կողքից էլ մարդիկ գալիս նայում, ասում են, «Այս ինչ սիրուն տեղ է, ստեղ Ովքեր են ձեր հիվանդները, ասենք նայում են, ասում են, բայց ձեր հիվանդներն ասում են, այդ մարդիկում հետ որ շփվում եք, իրանք մեր շահառուներն են, այսինքն եթե դուք պատկերացնում եք ինչ որ աննորմալ երևույթներ պետք է լինի կենտրոնում, չարաչա սխալվում եք, դուք ավելի աննորմալ եք, քան մեր Եթե այդպես եք մտածում, կան խեղաթյուրված որոշակի խնդիրներ ունեցող տղաներ։ Իդեպ որտեղ է կենտրոնը գործում։ Կենտրոնը գործում է Պրոշան գյուղում, որտեղ այնտեղ են հողը ստացել, մոտ 5400 քառակուսի մետրի վրա արդեն 70%-ը շնորհիվ հայ արտադրողների եւ հայ ժողովրդի կարողացել են կառուցել։ Հիմա խնդիր ենք դրել, որպեսզի կարողանանք աշխատատեղերը շատացնենք, որովհետեւ ցավը որքան գնում է այնքան խորանում է, հանդուրության մեջ քանի պատերազմները հեռվանում են, այնքան ինքը ավելի վակուումը մեծանում է, բայց մեջը գտնվելով դու արդեն հասկանում ես, որ անգամ Իրանում պատերազմի վերսկսումը տղաների մոտ լավ ազդեցություններ չեն ունենում եւ խնդիրը թարմանում է ամեն ինչը, դե պետք է դժվար, բայց պետք է փորձենք գնալ առաջ։ Մինչև շարունակելը հեռախոսազանգ ունենք, գուցե մեր ռադիոլսողները նույնպես ունեն հարցեր, որ ուզում են ձեզ ուղղել։ Բարի լույս։ Ով է մեզ միացել։ Իմ անունը Հարությունն է։ Ես ցավոք եմ բանակյովակաբացությամբ մեր բոլոր հայ զինվորների տոնի կապակցությամբ Չեհապանում տարավ և երկու տարավ բոլոր հայ զինվորների տոնը շնորհավոր լինի։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Եկել ենք միանում շնորհավորանքներին։ Որտեղից եք զանգում։ Մի բան եմ, ես չեմ կարող միանամ ձեզ, որ կարողանամ ձեզ տեսնել Facebook-յան էջում ինչպես։ Ահա։ Փնտրեք Facebook-ում Հայատար, գրեք Հայաստանի հանրային ռադիո եւ կտեսնեք մեր կապույտ պրոֆիլի նկարը, վրան սպիտակ ռադիոյի լոգոն, Հայատար անպայման գրեք Հայաստանի հանրային ռադիո եւ կգտնեք մեր Facebook-յան էջը։ Այնտեղ ամեն առավոտ ուղիղ հեռարձակմամբ կկարողանաք մեզ նաեւ տեսնել կամ մեր կայքում, պարզապես Google-ում կամ ցանկացած որոնողական համակարգում փնտրեք իմ ռադիո.am եւ գտեք մեզ մեր կայքում։ Ներողություն եմ խնդրում, armradio.am եւ գտեք մեզ մեր կայքում։ Ձեզ ենք շնորհակալ ենք նաև շնորհավորանքի համար։ Շարունակենք մեր զրույցը։ Այսօր կենտրոնը քանի շահառու ունի եւ ինչ աշխատանքներ են տարվում, նշեցիք ինչքան հեռանում ենք վերջին պատերազմից, կարծես խնդիրները միգուցե ավելի են խորանում եւ նաև ովքեր են աշխատում, արդյոք եղած ռեսուրսը բավարարում է։ Տեսեք, ամենացավոտ տեղին է գտնում ռեսուրսի մասով, որովհետեւ կա մի վատ երևույթ հայ ժողովրդի մեջ, որ պիտի հոգեբանները անվճար աշխատեն եւ պիտի մարդիկ անվճար աշխատեն, որը ես չեմ ընդունում, որովհետեւ լավ մասնագետին դու պիտի որոշակի գոնե ճանապարհածախս կարողանաս ապահովես, բայց մինչ այսօր հոգեբանները աշխատում են անվճար։ Մենք ունենք 14000 զինվորի ցուցակ, պատերազմի մասնակցի ցուցակ, որոնք որ հերթով գալիս են մեր կենտրոն, բայց կենտրոնը քանի որ ստացիոնար բուժումներ չունի, դու այդպես չես կարող հաշվարկել, թե քանի շահառու դու ունես։ Մենք ունենք 350 թողունակություն, այսինքն եթե ամսական 350 տղա կամ զոհվածի ընտանիք դիմի, մենք կարող ենք իրենք սպասարկել, որովհետև օրինակի համար իմ մոտ կարող է խնդիրը լինի այնպես, որ ես հաճախ եմ կենտրոն ամիսը 1, մյուսի մոտ կարող է շաբաթական 2 անգամ, այն մյուսի մոտ կարող է դեղորայք ընդունի 3 ամիսը 1 կա, այսինքն շատ տարբեր են եւ փուլերն են տարբեր, բայց Հայաստանում կա 14000 հոգեկան խնդիր ունեցող տղա, որոնք որ բացարձակապես զրկված են
բուժման հնարավորությունից։ Իսկ ամենամեծ խնդիրը նա է, որ երբ որ երկար ժամանակ հոգեկան առողջության խնդիրը չի բուժվում եւ չեն դիմում, հա, բժշկի օգնության, ինքը հոգեբանականը դառնում է հոգեբուժական եւ հոգեբուժականը արդեն սրվում է եւ այլևս իրեն, այսպես ասած, կյանքի որակի վրա ազդում է։ Եվ ամենամեծ խնդիրը սա է, որ մենք ուզում ենք որքան հնարավոր է շատ բուժենք։ Կենտրոնը 3 տարվա ընթացքում մոտ 3000-ին մոտ, հա, այսպես շահառուների բուժական դեպք է ունեցել եւ որոշ մասը մոտ մի 10%-ը նորից կրկնվել են, այսինքն հետ են վերադարձել իրենց բուժումները նորից վերաբուժվել են, այսպես ասած, մնացած մասի մոտ արդեն արկա են եղել որոշակի ֆիզիկական խնդիրներ։ Հիմա օրինակ զոհվածների մամաների մոտ առողջական շատ լուրջ խնդիրներ կան, մեջքի հետ կապված, գրիժաների հետ կապված, նյարդային համակարգի հետ կապված, որովհետեւ դա երկար տարիներ այդպես ինքնախարազանման մեթոդիկայով ապրելու արդյունքն է, դա չբուժվելու արդյունքն է, այսինքն մարդիկ չեն գնացել թերապիաների, դե այդ պաթոսը միշտ այսպես մեզ ինչ ա եղել, մենք հերոսի մայր ենք, մեզ ոչինչ չի եղել, բայց օրգանիզմը մարում է եւ օրգանիզմը չի ընդունում այդ որոշակի տառապանքները։ Ունենք ինքնասպանությունների դեպքեր, որոնք շատ են, ունենք ինֆարկտների դեպքեր, ասենք զոհվածների մայրերի մոտ արդեն ինսուլտային եւ ինֆարկտային դեպքեր են տեղի ունենում, որը մենք չենք ունեցել, օրինակ, չգիտեմ, պատերազմից մի 2-3 տարի հետո։ Ի սկզբանե ասել ենք, որ 5 տարվա ընթացքում խնդիրները սրվելու են։ Եվ ամենամեծ խնդիրը, որ այսօր դեռևս պետության հետ համագործակցությունը որոշակի առումով չեն կարողանում ֆինանսական առումով ստանալ, որովհետև կա օրենսդրական փոփոխությունների կարիք, եւ այսօր օրենսդիր մարմինը դեռևս մոտ չի ուզում գա այդ փոփոխություններին, պետքա լիցենզավորել հոգեբաններին, որ մենք իմանանք վերջը ով է հոգեբանը եւ ինչ դերակատարում ունի, որ պետությունն էլ ինքը որպես չոր մարմին, հա, կարողանա իր ինստանցիաներով անցկացնի եւ ֆինանսավորում տա, եւ որ զինվորը կունենա որոշակի ֆինանսավորում, այլևս ինքը կընտրի ուր գնա իր հոգեկան առողջությամբ զբաղվելու։ Ֆիզիկական վերականգնման մասով ոչ ամբողջությամբ, բացկանը 70% ֆինանսավորումը կա, եւ իհարկե գուցե քանակը քիչ է այդ ֆիզիկական վերականգնման կամ օրերը քիչ է, բայց որոշակի առումով պետությունը գումար տրամադրում է եւ մնացած կենտրոնները կարողանում են շնչել եւ հովանավորներով լրացնել։ Մենք լրիվ նստած ենք հովանավորների վրա եւ բարեգործների վրա, որտեվ մենթալիտետի հարց կա, գուցե, չգիտեմ, ունենք կոալիցիայի մեջ աշխատում ենք, չենք նեղացել պետությունից, չենք նեղանում, որովհետեվ պետությունը մեզ համար անհատները չեն, դա մի ողջ համակարգ է, որի մի մասնիկը նաեւ մենք ենք, բայց դեռևս նաեւ մասնագետների կողմից пассивություն կա։ Մեր կենտրոնը այո որոշակի բարձր նիշի վրա դրեց, որ զինվորների եւ զոհվածների մասով այլևս ներքևում աշխատելու իրավունք չկա, այսինքն որոշակի նշաձող դրել են, բայց այդ նշաձողը շատ քիչ է, այդ նշաձողին պետք է միանան նաեւ մասնագետները, պետական այրերը եւ պետք է փորձեն չվախենալ փոփոխություն անել։ Ես իրանց էլ եմ հասկանում։ Նույն առողջապահական համակարգում այս ապահովագրության համակարգը մեծ ընդվզում է առաջացնում։ Սա էլ է առաջացնելու, բայց ինչ որ միտեղից պետք է սկսել, որ կարողանանք իմանանք ուր են գնում։ Ես հասկանում եմ, որ շահլատանությունը շատ կլինի, շատ ոչ հոգեբաններ կստանան ֆինանսավորում, բայց ինչ որ տեղից պետք է շարժվի, որովհետև ժամանակ չկա։ Ոնց տեսնում եք, տարածաշրջանը ոչ թե լարված է, ոչ թե պայթունավտանգ է, առկա է ուղիղ պատերազմական գործողություններ։ Ու Հայաստանը, եթե ասված չանի, նորից մտնի պատերազմի մեջ, մենք պարզապես բուժական թեմաների մասով գուցե չդիմանանք, որովհետև չունենք այդքան։ Եվ հետո բանակը չեն բուժում ներսից, բանակը բուժում են դրսից, բանակը հիվանդա դրսից, ոչ թե ներսից։ Երբ որ խնդիր է լինում բանակում, տղային զորացրում են, այսինքն ինքը այդ զորացրված գալիս է հանրության մեջ, այլևս բանակի մեջ չի լինում։ Մենք ասում ենք, դե բանակ ամեն ինչ կան, ամեն ինչ պետք չի դնել բանակի վրա։ Մենք ունենք շատ լուրջ հզոր մարտունակ բանակ, բայց ունենք հոգեկան խնդիր ունեցող զինվորներ, որոնք այդ բանակի կայուն մասն են կազմում։ 35000 բանակից 14000 հոգեբանական խնդիր 44 օրից հետո։ Սա լուրջ բան է, սա պետք է շատ լուրջ վերաբերվել։ Եվ նաև մենք առաջ խոսում էինք մասնագետների որակի մասին, փառք Աստծո, այսօր 5 տարիների ընթացքում մեր մասնագետները Հայաստանի ամբողջ տարածքով շատ բարձր որակի մասնագետներ ունենք, բարձր որակավորման, որ անգամ դրսի մասնագետները չեն կարող մրցակցել, բայց քանի որ մեր ցավը տեղային է, մենք չենք կարող դիմել Ամերիկային, Ֆրանսիային, Իտալիային, Իսպանիային, ասել եկեք մեզ բուժեք, որովհետև մեր զինվորի տրավման ուրիշ է, ռուսական բանակի տրավման ուրիշ է, մյուսինը ուրիշ է, սա մեր ներքին խնդիրն է, եւ հետո մենք չենք կարող գնալ Անգլիային ասել մեզ ֆինանսավորում տու մեր զինվորների տրավման բուժեն։ Սա մենք պիտի ոտքի կանգնենք, փառք Աստծո հայ արտադրողների մասով ունենք բացարձակ վերաբերմունք, լավ իմաստով, մինչև այսօր ամենավերջին խնդրանքը անգամ չի մերժվում։ Մենք այսօր 0-ից կառուցել ենք մոտ $100,000 խնամքի կենտրոն իր ամբողջ սարքավորումներով, բոլորը աջակցել են, բայց աշխատավարձ սա ամենամեծ խնդիրն է։ Կարծես էլի զանգ ունենք, մեզ հուշում են, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։
Բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Աննը Սրաչովը, Սրազդանից եմ։ Ուրախ ենք հրաչ։ Շատ ուրախ ենք։ Իմ տղանել է ծառայում բանակում, մի տարի արդեն ծառայում է, անունը Հովանեսյան Մկրտիչը։ Ուրեմն ձեզ յուրահատուկ ենք շնորհավորում եւ շնորհակալություն հայտնում թե ձեզ, թե Մկրտիչին։ Շնորհակալ եմ բոլորից ձեր հաղորդման համար, ուզում եմ շնորհավորել Մկրտիչի այսօրվա տոնը եւ իդեմս Մկրտիչի շնորհավորում եմ բոլոր ծառայողներին։ Իրանց տոնը թող շնորհավոր լինի, ամփոփանք ծառայեն, խաղաղություն լինի նոր աշխարհին։ Եվ ձեր յուրից էլ շնորհակալ եմ նման այդ ռեակտիվական կենտրոնի համար, որ զինվորների կարիքները հոգում են։ Մենք ենք շնորհակալ ենք զանգի համար։ Հարց ունեք հյուրերին։ Թե միայն շնորհակալություն։ Չէ, հարց չունեմ։ Շատ շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհավորում ենք եւ վերադառնանք կենտրոնին Սպարտակ կարող եք ներկայացնել ինչեր կան մեր սեղանին բացի մողեսիկներից, որոնց վրա կենտրոնացանք եւ ինչպես են պատրաստվել լուսամփոփները, քանի երեխաներ են աշխատել ձեզ հետ։ Մողեսներից բացի սենց էլ տարբեր շարժվող կենտրոններ ունենք։ Հիմնականում սկսել ենք որ խաղալիքներ արտադրելով դրանից հետո նոր անցել ենք այս վերջերս ենք անցել ավելի ճիշտ sense լապտերներ պատրաստելով Սուրբ Վալենտինին ենք պատրաստում վարված սրտերի վարված եւ վարվող Էստոնացարներն էլ ամանորն էինք արդեն պատրաստել տարբեր գույներով չափերով քանակի ունենք ու սուվենիրների նման sense Արցախի տատիկ պապիկներից ենք պատրաստում, էլի ահագին բաներ ենք սարքում, բայց բոլորը չենք բերել։ Ինչքան ժամանակ է պահանջվում, օրինակ մեկ նման վարվող սիրտ պատրաստելու համար։ 3D մոդելը պատրաստելուն շատ ու միշտ չի որ առաջի անգամից հաջող է ստացվում։ Այս մոդելը արդեն 3-րդ թե 4-րդ անգամ ենք պատրաստում, որ լավ լինի։ Այս հələ այդքան էլ լավ չի։ Դեր աշխատելու տեղ կա, բայց ժամանակի քիչ է մոտենում են սիրոտոները, արագացեք։ Սրտերը վարված սպասում են մեզ։ Ու մի հատը պատրաստելը մոտ 8-ից 12 ժամ է տևում։ Ահա, փաստորեն բավական երկար աշխատանք է։ Այս խաղալիքների խնդիրը, որպեսզի հանրությունը ինչ որ մի բան ձեռք բերի, բարեգործություն անելու փոխարեն եւ նաեւ տղաների համար էլ է շատ կարեւոր, որ իրանք ինչ որ մի բան կարողանան տան։ Որտեղ բուժման ընթացքում ինչ որ մի բան էլ դու կողմից պետք է տաս եւ կենտրոնը ինչ որ բան պետք է տա։ Որ անցած տարի տոնածառների վաճառքով կենտրոնը կարողացավ խնամք կենտրոնի վարպետների գումարները, փակել, այս առումով կարողացանք առաջընթաց ունենալ, եկամտաբերա, եթե կարողանանք օրինակ ճիշտ մարքեթինգ անենք, մարդիկ հասկանան, հետո մարդիկ հասկանան, որ պլաստմասա չեն գնում, խնդիրը պետք չի դնել պլաստմասայի կամ որևէ բանի, այլ սա մի ամբողջ բուժման process-ը մի ամբողջ ովքեր են պատրաստել, ինչի համար են պատրաստել եւ ինչի համար է գումարը գնում այդ ամեն ինչին եւ վերջապես պետք է մուրացկանությունը դադարեցնենք եւ ֆոնդերը պետքա լցվի ապրանքներով։ Նորություն չի որ զինվորները ապրանքներ են պատրաստում, բարեբախտաբար միջև մեզ այդ մշակույթը ներդրվել է, բայց ցավոք սրտի դեռևս վաճառքների առումով քիչ է, հանրությունը, գիտեք, հանրության մոտ մի քիչ սխալ տպավորություն կա, որ պետք է անընդհատ լարված լինի, որ իրանք կպնեն զինվորին։ Պետք է զինվորին անընդհատ կպված լինենք, որ լարված չլինի, ամբողջ խնդիրը սա է։ Մենք պետք է անընդհատ պատրաստենք, որ պատերազմ չլինի, հեռու լինի պատերազմները մեզանից եւ խնդիր ունեցող տղաները կարողանան իրենց խնդիրը այս տեսակ բաներով հաղթարել։ Ու մենակ այս ծրագրերը չի։ Մենք ունենք տղաներ, որոնք որ ջերմոցներ ունենք տղաներ, որոնք որ առանձին իրանց արտադրանքը ունեն, կենտրոնը նաեւ ինչպես նաեւ մյուս կենտրոնների հետ միասին փորձում է տղաներին որոշակի բիզնես կոմպոնենտ տալ, օրինակ Սպարտակը արդեն աշխատում է, ինքը իր աշխատանքն ունի, որը կենտրոնի հաջողություններից մեկն է, որ այսինքն կարողանար Սպարտակը աշխատել, աշխատանքի գնալ կրթության ջատագովներից, այսպես միշտ սովորում է Սպարտակը, միշտ քննությունների մեջ է Սպարտակը, խոհարար ունենք զինվորների կենտրոնում, հացատուն ունենք, որտեղ որ արդեն կարողանում ենք որոշակի ուտեստներ տալ, խնջույքներ են կազմակերպում եւ հանրությունը կարողանում է այդ տեսակ շփում ունենա զինվորների եւ նաեւ զոհվածների ընտանիքի անդամների հետ, ինչպես նաեւ ճամբար ունենք մանկական, որտեղ երեխաները 3 ամիս սպանում են մեր հոգեբաններին, մեր կամավորները ճամբարից հետո վազելով գնում են մեր կենտրոնից, որտեղ շատ չար են մեր երեխաները, բայց նաև կրթական մասով պետք է մենք կարողանանք մարդկանց սովորեցնել հաց ուտել, ինչպես ճիշտ կտրատել ուտելիքը, ինչպես սնվել, այսինքն կենտրոնը այդ ամբողջ ցիկլի մեջ է, ինքը միայն այսպես բարև ձեզ նստեք մենք ձեզ բուժենք պրոֆիլով չի,
ինքը ամբողջականը կենտրոնի օրգանիզմ է ամբողջական։ Եվ Սուրեն վերջում նշեք, եթե մարդիկ կուզեն մասնակցել կամ ձեռք բերել խաղալիքները, կոնտակտներ, կամ եթե ունեն խնդիրներ, ուզում են կենտրոնի տեսեք, համացանցում կարող են հայերենով գրել հերոսների վերականգնողական քաղաք, կոչվում է Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք, համացանցով կարող են գրել եւ նաեւ այնտեղ կտեսնեն Heroes Toys ապրանքանիշը, որը որ էսպայն on-line վաճառք կա եւ իհարկե խանութներում շուտով կլինի մարտից արդեն խանութներում կլինի, կարող են on-line պատվիրել, մեծ քանակների դեպքում կլինեն զեղչեր, փոքր քանակների դեպքում գները կմնան նույնը։ Շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որ կատարում եք եւ շնորհակալ ենք, որ այս տոնական առավոտն էլ մեզ հետ սկսեցիք, ձեր գործերին հաջողություն ենք մաղթում, թող կենտրոնը իհարկե շարունակի ինլայնել իր ծառայությունները եւ ինչպես նշեցիք, արդեն խաղաղ պայմաններում իսկապես պատրաստ լինի ամեն ինչի։ Շնորհակալ ենք ձեր աշխատանքի համար։ Շատ շնորհակալ ենք նաեւ առավոտը մեզ հետ սկսելու համար, սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք հերոսների վերականգնողական քաղաքի հիմնադիր Սուրեն Արենցի եւ պատերազմի մասնակից Սպարտակ Աղաբաբյանի հետ։ Հայրենիք անկախ եւ ազատ, հայրենիք իմ մայր հարազատ, զավակներդ հզոր անվեհեր, հսկում են լեռները տալեհեր, որդիները անվախ չաուշի, նշտեհի անդրանիկի, քայլար առաջ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, զինվոր ես դու ու եկել ես բանակ հայկական, քայլար առաջ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, զինվոր ես դու ու եկել ես բանակ հայկական, ոչ թե հասարակ։ Հայկազում զինվոր փառավոր, հայքի պես եղիր զորավոր, պապերի դու փառքի տարժանի, նրանց պես հպարտ ու քաջարի, չթողնես մոտենա թշնամին, մեր հողին, մեր սահմանին, քայլար առաջ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, զինվոր ես դու ու եկել ես բանակ հայկական, քայլար առաջ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, քայլերը չիտակ, զինվոր ես դու ու եկել ես բանակ հայկական, ոչ թե հասարակ։ Տասնանցը 50 շարունակում ենք մեր տոնական թողարկումը, վերջին րոպեներն են, շնորհակալ ենք ակտիվ զանգերի համար, ցավոք այլևս չենք կարող ընդունել նոր զանգեր, բայց ունենք մեկնաբանություններ, որոնք դեռ պետք է կարդանք եթերում։ Այո, փորձեմ արագ կարդալ, որովհետև մեկնաբանությունները նույնպես բավական շատ են։ Ես ու Սևակը փորձենք արագ անդրադառնալ դրանց բոլորին։ Արամ Մկրտչյանը գրում է. «Սիրելիներ ջան, ես նախ շնորհավորել եմ բոլորիս տոնը, բայց ուզում եմ շնորհավորել առանձնահատուկ լեգենդար եղնիկների բոլոր անձնակազմին»։ Ավետիս Մանուկյանն ասում է. «Բարի լույս,
եւ շնորհավոր մեր բանակի տոնը ու իմ տղային վայրի ծառայություն եւ բոլոր զինվորներին։ Ես գրում եմ Կրասնոդարից։ Միանում ենք ձեր մաղթանքներին։ Շնորհիկ Շահինյանն է նաև գրել մեզ ողջույններս հայոց ազգին, շնորհավորում եմ հայոց բանակին եւ զինվորական կազմին բանակի օրվա արդիվ հպարտ պետք է լինենք, որ ունենք տղաներ, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն հայրենիքի։ Էսթեր Մխիթարյանն էլ գրել է շնորհավոր տոնդ հայոց բանակ ու հայ զինվոր, շնորհավոր երկնային ծնունդդ բանակի տղա, հայ ազգի հերոս Արմենակ Ուրֆանյան։ Մենք նույնպես միանում ենք շնորհավոր մեր բանակի տոնը, բարի լույս գրում է Արման Հակոբյանը, Սամվել Ալթունյանը նույնպես շնորհավորում է մեր բանակի տոնը եւ մեր զինվորներին մաղթում խաղաղ երկինք։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին, շատ շնորհակալ ենք եթերի ամբողջ ընթացքում այսքան ակտիվ լինելու համար, ձեր շնորհավորանքների համար, բայց եւս մեկ փոքրիկ շնորհավորանք մի փոքր ուշացումով մայեստրոին։ Այո, երեք մայեստրո Մանսուրյանը տոնեց իր ծննդյան 87-ամյակ մենք հպարտ ենք, որ նրա ժամանակակիցն ենք եւ հպարտ ենք, որ հնարավորություն ունենք վայելել նրա ներկայությունը մեր կողքին, մայեստրոյի ստեղծած թե կինոերաժշտությունը, թե դասական ստեղծագործությունները մեր մշակույթի անբաժան մասն են եւ հատկապես կինոերաժշտությունը մշտապես հաճելի հուշեր եւ ջերմ զգացումներ է արտնացնում մեր հոգում եւ շատ ուրախ ենք, որ հենց այսօր նշվելու է մայեստրոյի ծնունդը մեծ համերգով։ Այո, բարեբախտաբար ես էլ եմ ներկա լինելու, այնպես որ անհամբեր սպասում եմ։ Եվս մեկ անգամ բարի լույս մաղթենք մեր բոլոր ռադիոլսողներին 10:52։ Հուսով ենք, որ հանգստյան տոնական օրը ձեզ համար լավ կանցնի։ Հուսով ենք կարողացանք նաև օրվա լավ սկիզբ ապահովել ձեզ համար։ Շարունակեք մնալ հանրային ռադիոյի հետ։ Րոպեներ անց ռադիոլուրի հերթական թողարկումը ձեզ կպատմի, թե ինչ է տեղի ունենում աշխարհում եւ Հայաստանում, եւ առհասարակ ամբողջ օրվա ընթացքում հանրայինի տոնական եթերի հետ մնացեք։ Շարունակեք մնալ հանրայինի հետ, մենք եզրափակում ենք եթերը եւ վերջում Տիգրան Մանսուրյան կտոր մը երկինք հենց այս գեղեցիկ ստեղծագործությամբ էլ եզրափակենք մեր այսօրվա թողարկումը։